եթե դուք քվեարկել եք մանդատ եք տվել հա քաղաքապետ դառնալու կոմունիստական կուսակցության ղեկավարն, արդեն իսկ սա կոալիցիոն համակարգի մասին է խոսում, չվերցնելով որովհետեւ բաժնի պետի խորհրդականի հաստիկ, գուցե սա կարծիք կազմի այն մասին, որ օրինակ 4 ուժերը կամ այս դեպքում 3 ընդդիմադիր ուժերը խուսափում են պատասխանատվությունից, կա նման բան։ Տեսեք, խոսենք ինչ է տեղի ունեցել, հա, այսինքն եղել է կոմունիստական կուսակցությունից առաջ քաշված մի նախապայման։ Բանակցությունների շրջանակ տեղի չի ունեցել։ Եղել է նախապայման, որ շատը շատին, ով շատ ձայն է հավաքել, մնացածը բան։ Հաշվի առնելով այն հանգամանքը ել եմ ասում, որ մեր մոտեցումը եղել է գաղափարային, որովհետև իշքան ուզում է ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընդհանրապես քաղաքային ընտրություններ են, այլ ոչ քաղաքական, օրինակ Վաղարշապատի ընտրությունների հաջորդ առավոտյան երկրի ղեկավարը մաքուր քաղաքական տեքստ է գրել, շնորհավորելով Վաղարշապատ համայնքի նորընտրված քաղաքապետին։ Ըստ այդմ, մեր որոշումը եղել է քաղաքական ու գաղափարային։ Քանի որ մենք ոչ մի քննարկում չենք ունեցել նույնիսկ առաջի փոխքաղաքապետի պաշտոնի հետ կապված, որը նույնպես ընտրովի պաշտոն է, հա, ըստ այդմ մենք դրան մոտեցել ենք հետևյալ սկզբունքով։ Այո, մենք հիմա կատարում ենք գաղափարային որոշում, բայց հաջորդ քայլը արդեն կոմունիստական կուսակցության դաշտում է, այսպես ասած, գնդակը կոմունիստական կուսակցության դաշտում է։ Համագործակցության ինչ մոդել ու ձևաչափ իրենք կառաջարկեն մնացած 3 ուժերին։ Մենք այո բոլորս հայտարարել ենք, որ ոչ մի պաշտոնի չենք հավակնում ու ոչ մի նախապայման առաջ չենք բերում։ Հակառակ կողմից եկող սիգնալները պետք է բերեին նրան, որ օրինակ մենք 3 ուժերով կամ առանձին ունենայինք որոշակի մոտեցումներ, թե ինչ տեսակի ու ինչ դիրքավորում պետք է ունենան քաղաքի կառավարման հարցում։ Այսօրվա օրով ես նորից փաստում եմ, որ քաղաքի կառավարումը ամբողջապես իրականացնում է կոմունիստական կուսակցությունը, ըստ այդմ հանդիսանում է կառավարման գլխավոր ու այս պարագայում չագերտներով միակ պատասխանատուն։